Ընդդիմության որոշակի շրջանակներ ասում են, որ սխալ է մարդկանց հույս տալ, ասել, որ դեռ աշխատելու ժամանակ ունենք մինչև 2026-ի ընտրությունները, որովհետև ամեն ինչ նույն սցենարով է գնալու, ԿՊ-ն նորից 2026-ին նույն լծակների միջոցով, նույն քարոզչամեքենայով հաղթելու է։ Եվ Դե ասում են, որ բարձրապես մարդկանց հուսադրում եք իզուր տեղը։ Մկների ժողովուրդը մեր մահը եկել, այսինքն ինչ են առաջարկում անել։ Արտագաղթենք այս երկրից, չէ։ Ինչ ահաբեկչություն անենք, Էդմոն Մարուկյանն ասում է։ Հիմա դες կարող են մեր տաղավարից տանել ուղիղ։ Չէ, ես չեմ առաջարկում, ուզում ասեմ իրենք ինչ են առաջարկում։ Դե իրենք կարող են ասել, որ դուք առաջարկել եք։ Ես չեմ արել, ես եթե անեի այդ ընտրական process-ի կողմնակիցը չէի լինի, բայց ուրիշ առաջարկ ինչ կա։ Սահմանադրական երկու ճանապարհ կա, բողոքի ակցիաներ, ընտրություններ, չէ՞, հանրային այսպես։ Հիմա երկուստ էլ, բայց միանշանակ չեն, այսինքն այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը գնացինք ընտրա տեղամասեր, վերջ Փաշինյանը կգնա, այնպես չի, որ 100,000-ով դուրս եկանք, Նիկոլ Փաշինյանը կգնա։ Տարբեր կոմպոնենտներ են իրար կողք դրվելու, բայց ընտրական process-ով քաղաքական դաշտում քո ներկայությունը ապահովել պետք է, որպեսզի կարողանաս դու գործընթացներին մասնակից լինել։ Այսինքն ավելի շատ PR գործիքներից օգտվեն, քաղտեխնոլոգիաներից օգտվեն։ Ոչ միայն դրանից, այսինքն տեսեք, հիմա ցանկացած մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածել է աշխարհաքաղաքական process-ի։ Եվ մենք շատ բան չի որ ներսում է որոշում, այսինքն շատ բան կախված է նրանից, թե արտաքին ինչպիսի աջակցություն կլինի։ Հիմա Փաշինյանը ունի թուրքական աջակցություն եւ ադրբեջանական աջակցություն։ Ընդդիմությունը ցավոք սրտի դեռ այս պահին չի կարողացել լիարժեք աշխարհաքաղաքական աջակցություն ստանալ։ Բայց որpիսի այդ աջակցությունը լինի, հիմա պատկերացրեք աշխարհաքաղաքական կենտրոնները, հիմա Նիկոլ Փաշինյանը թուրքերին ասում է, ես եմ իշխանություն, դուք ունեք ծրագրեր այստեղ իրականացնելու, ես կիրականացնեմ։ Եվ թուրքերը տեսնում են, որ ինքը իշխանություն է եւ ինքը իրականացնում է։ Հիմա որpիսի աշխարհաքաղաքական կենտրոն, որի շահերը համընկնում են հայկական շահի հետ, հա, ոնց է ինքը որոշել ում է դա աշխատել, ասենք կարող եմ ես գնալ ասել եկեք ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ինձ աջակցեք կամ հանուն իմ այն գործընթացները որ ես կմեկնարկեմ արգելափակեք Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ոնց պիտի իմանան ես ով եմ։ Ընտրական process-ի մասնակցություն պիտի իմանան այդ ուժը ինչպիսի աջակցություն ունի, հայկական օրակարգին ինչպիսի սատարում կա եւ իրենք արդյոք Թուրքիայի ազդեցությունը արգելափակելով արդյունքի հասնելու է այս ուժը։ Իրենց ազդեցությունը կմեծացնեն։ Չէ, իրենց ազդեցության մասին չի խոսքը։ Իրենք հասկանում են հիմա այդ կենտրոնների իրենք հասկանում որ հայկական շահը իրենց շահի հետ համընկնում է տարածաշրջանում։ Իրենք հասկանում են որ այս իշխանությունը, որը թուրքական օրակարգ է սպասարկում, իրենց դեմ է այդ օրակարգը։ Թուրքիայի հո գերխնդիրը Հայաստանը չի։ Թուրքիայի գերխնդիրը Հայաստանով ուրիշ պետությունների հարցեր լուծելն է։ Հիմա այդ ուրիշ պետություններն էլ պիտի ուզենան, որ Հայաստանը իրենց դեմ գործիք չդառնա։ Հետևաբար, որպեսզի Հայաստանը իրենց դեմ գործիք չդառնա, Հայաստանում պիտի լինի հայկական շահով առաջնորդվող իշխանություն, հայկական շահը, որովհետև չի թելադրում, որ Հայաստանը գործիք դառնա իր բարեկամ հարևան երկրների դեմ։ Հայաստանը ոչ էլ դառնալու է գործիք Թուրքիայի դեմ։ Հայաստանը իր շահերը գիտակցելով Թուրքիայի հետ պիտի այսպես բալանսավորված հարաբերություններ ունենա, հասկանալով որ մենք Թուրքիայի չենք կարող կուլ տալ, տարածաշրջանից չենք կարող հանել, բայց մենք չպիտի թույլ տանք որ Թուրքիան մեզ կուլ տա։ Կամ տարածաշրջանից հանի, հա։